Այն քայլերը, որ ինքը անում է, ուղերձը շատ կարճ է, իմ դեմ խաղ չկա։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն է։ Բարի երեկո, պարոն Մարտիրոսյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մարտիրոսյան, Ադրբեջանից այսօր Երևան ժամանեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա Հայաստան եկավ 52 միլիոն եվրո աջակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո տվեց ասուլիս եւ ասաց, որ եվրոպական երկրների դռները բաց են հայկական արտադրանքի համար, որ Հայաստանն իր առևտրի 80%-ը կարող է ուղղել դեպի Եվրամիություն։ Ի աջակցություն Ուրսուլա ֆոն դեր Լայենի այս հայտարարությունների Նիկոլ Փաշինյանը դրանք ողջունեց եւ կրկնեց հայտնի ձևակերպումը Հայաստանը Եվրամիությանը ավելի մոտ է, քան երբևէ։ Այն փուլում, երբ եվրոպական երկրների եւ Ռուսաստանի միջև պատերազմը մտել է նոր եւ ավելի սուր փուլ, Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան եւ նման հայտարարությունները դուք ինչով եք պայմանավորում։ Դե պետք է նայենք ինչ շահեր է հետապնդում Եվրամիությունը, ինչ է իրանց պետք։ Իրանց պետք է Ռուսաստանը դուրս մղել այս տարածաշրջանից։ Իրանց պետք է որ Թուրանը, իրանք դա կոչում են հանուն խաղաղության կապերի միջոցով խաղաղություն, ինչ որ այդ բանը։ Ասում է, որ խաղաղությունը ոչ միայն թղթի վրա լինի, այլ իրականացնում ենք հիմա մենք այդ խաղաղությունը։ Բայց փաստորեն թուրքական կողմերը կոչում են դա Թուրան, մեծ Թուրանի ճանապարհ։ Այսինքն մեծ Թուրանն էլ պետք է իրանց, որովհետև դա դառնալու է իրանց համար ինչ որ չափով լծակ, հա, մենք խոսում ենք ուրեմն շատ կարևոր մրցակցություն, որ իրանք տեսնում են, դա ոչ Ռուսաստանի հետ է իմիջիալոց, այլ Չինաստանի հետ է։ Այսինքն իրանք ստեղծում են մի ճանապարհ, որտեղ լինելու են բնակչությունը պետությունները, որոնք որ լինելու են ավելի արևմտյան ազդեցության տակ եւ դա օգտագործվելու է որպես լծակ Չինաստանի դեմ առաջերտին, բայց նաեւ Ռուսաստանի եւ Իրանի դեմ, բարձր։ Հիմա ինքը կարա ամենամեծ ապագորգոր ինչ որ հայտարարություններ անի, բայց իրականությունը մի քիչ ավելի կոշտ է, քան Իրան ներկայացրած։ Բայց ինչի է ինքը այդպես ներկայացնում, որովհետև իրանց պետք է, որ իրանք պահեն այս իշխանությունները, իրանց այս իշխանությունները պետք են։ Այդ ծրագրերը իրականացնելու համար ինչ։ Դուք ասում եք իրականությունը շատ ավելի կոշտ է, ինչ նկատի ունեք։ Որովհետև այդքան հեշտ չի լինելու նախ եւ առաջ արտադրությունը արտահանել Եվրոմիություն, երեն չի որ ինքը նստած ուրեմն Բրյուսելում 10-րդ հարկից հրամանում է որ սկսեն բան անել հայկական ապրանքը մուտք գործի Եվրոմիություն։ Դա ավելի բարդ ընթացք է եւ այդ ընթացքում կան խնդիրներ, որոնք եթե դու չես լուծում դու չես կարող մուտք ունենաս, ինչքան էլ վերևից ասեն, որ կարելի է։ Մեկ, երկրորդը ինքը միանակ չի լուծում այդ հարցը, ընթացք կա, պետք է հետևես ինչ ընթացք կա, ինչ բաներով պետք է անցնի, որ այդ երկիրը կստանա այդ հնարավորությունները։ Իսկ այտենց հայտարարությունների ինչի են արվում, որովհետև իրանց հիմա պետք է, որ իրանք ամեն ձև փակեն, որ բողոք չլինի։ Բողոք չկայանա։ Հիմա Փաշինյանը ասում է, իմ վիճակը շատ վատ է, որ ես կարողանամ այս բողոքի դեմ առնեմ, ասեք, որ լուծվելու է այդ խնդիրը, փող տվեք, ես այդ փողը կբաժանեմ մարդկանց, որ այս պահին լուծեմ այս խնդիրը։ Իրանց ամեն տարում տեսել ենք, չէ, իրանց ոճը քաղաքական ինչու՞մն է կայանում։ Խնդիր կա, այդ խնդիրը լուծել հետևանքների մասին իրանք չեն մտածում ոնց են։ Հետո այս խնդիրը հիմա լուծենք, իսկ հետո կերևա ինչ են կանելու։ Մի ձև կառավարենք, մի ձև նոր խնդիրը նոր լուծումներ կտանք։ Դուք նկատի ունեք 52 միլիոն եվրոյով փափուկ բարձ են դնում հայ տնտեսվարողների գլխի տակ ընդամենը։ Իհարկե, դա լուծում չի խնդրի։ Պարզա չէ, որ միայն ուղղությունները փոխելը, տրանսպորտային, լոգիստիկային ծախսերը աղրելի թիվ ալնելու։ Բացի դրանից Հայաստանի, ես հիմա չեմ ասում գնահատում լավ թե վատ, ես ասում եմ փաստն անում է, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ոչ միայն արտահանելու բարև է, նաև ներմուծելու։ Եվ այդտեղ ավելի ցավալի նույնիսկ բայր կան Հայաստանի համար։ Տեսեք, երեք հրապարակվել էր
տեկն էր հրապարակել ցուցանիշներ։ Հայաստանը իր հացահատիկի 80 եւ ավելի տոկոսը բերում է Ռուսաստանից։ Եվ հիմա այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ասում է Հայաստանը դառնում է Եվրամիության անդամության թեկնածու երկիր։ Ուզում եմ բերենք այս երկու բանը դնենք իրար կողք։ Նախ ինչու է դա հայտարարում Նիկոլ Փաշինյանը եւ ոչ թե եվրոպացի պաշտոնյաները, սա ինչ է, եւ երբ մենք հաց, բնական գազ, էներգակիրներ եւ այլ ապրանքներ 80 եւ ավելի տոկոսով կախված ենք Ռուսաստանից, Հայաստանին հռչակել Եվրամիության անդամ թեկնածու երկիր, դա ինչ վտանգ է ստեղծում մեզ համար։ Դե իրան թվում է երևի, որ ինքը կարա այդ խաղը շարունակի, այսինքն ռուսական կողմին ասի, որ դե գիտեք մենք դեռ չենք անդամագրվել, մենք թեկնածու ենք։ Մինչև մենք թեկնածու ենք, շարունակեք մեզ հետ առևտուրը։ Չէ՞ որ ինքը ոնց է շրջանակը բանան ներկայացնում։ Ինքը ասում է դե ազատ ուրեմն պետքա ապրանքների, մարդկանց եւ այլն, նույն Եվրամիության բանն է, հա, բայց ԵԱՏՄ-ի հետ։ Այդ համակարգը ես պատրաստ եմ շարունակել այդտեղ այդ համակարգում լինել։ Բայց ինքը մոռանում է, որ կա հիմա շատ կարևոր քաղաքական, ոչ թե մոռանում է, ինքը շատ լավ գիտի, ինքը ուղղակի շրջանակից հանում է այդ կարևոր խնդիրը, որը քաղաքական խնդիր է, այսինքն դու ասում ես, որ քո հարաբերությունները եւ դու ուզում ես ցանկանում ես անդամագրվես մի ակումբում, որը որ ոչ միայն հակառուսական է, այլ թշնամական է, որովհետեւ առանց այդ ակումբի աջակցության Ուկրաինան չէր կարողանա շարունակել պատերազմը, պարզա չէ։ Հիմա էլ այդ թիրախավորումները, դրոններով հարվածները, հրթիռներով հարվածները, այդ ամենը որ արվում է, առանց թիրախավորելու, առանց նավիգացիայի, առանց արտադրությունը ապահովելու, ոնց էր Ուկրաինան շարունակելու այս ամենը։ Պարզա որ պրոքսի պատերազմ է, ու դու ասում ես ես անդամագրվելու եմ այդ ակումբի հետ, որը որ վարում է այդ պատերազմը ձեր դեմ։ Դե հիմա կարան ասեն դուք եք վարում նրանց դեմ, հիմա դա կարևոր չի, դա էական չի։ Պատերազմա, որտեղ պրոքսի կա Ուկրաինա, իսկ այդ երկու կողմերը պատերազմում են։ Ու ակնհայտ չի ինչով է այդ ամենը ավարտվելու։ Իսկ այդ դեպքում հետևանքները մեզ համար ակնհայտ չի թե այնտեղ ինչպես կավարտվի, բայց հետևանքները մեզ համար բան։ Մեզ համար հետևանքները կարող են շատ ցավալի լինել, դա ակնհայտ է, չէ՞, որ դու եթե դրա համար ինքը չի անում վերջնական ընտրություն, չէր կարող անի այդ վերջնական ընտրությունը։ Այսինքն եթե միայն Հայաստանից կախված լիներ, որ Հայաստանը ասում է մենք անդամագրում ենք եւ վերջ, բայց ոչ, դա այդպես չի։ Նայեք, տեսեք, քանի երկիր է այդ տեխնացու կարգավիճակում արդեն քանի տարի սպասում են, երբ պետքա քննարկվի, որ իրանք անդամագրվեն։ Դեռ կա նույնիսկ Ուկրաինայի խնդիր, որը դեռ չի անդամագրվել։ Մեկ էլ Հայաստանն հայտարարում է, որ ինքը մոտ է։ Այս ամենը ներսի բանա կուտ տալը։ Բնակչությանը կուտ է տալիս, ասում է դե տեսնում եք, ես խոստացա, որ մենք գնում ենք Եվրոպա, մենք գնում ենք Եվրոպա։ Իսկ իրականում ոչ մի Եվրոպա չի գնում, որովհետև եթե մենք նայենք նույնիսկ որտեղից եկավ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Երևան։ Ադրբեջանից։ Բայց ինչի սկզբից Եվրոպայից Երևան ավելի մոտ չի դες։ Երևանը լինելով ժողովրդավարական երկիր, ինչպես դուք ասում եք, չնայած դա սուտ է, ասում եք, որ ժողովրդավարական է, ձեզ արժեհամակարգով պետք է որ ավելի մոտ լինի, չէ՞, քան Բաքուն, բայց ինչ ես դու սկզբից գնում Բաքու, հետո նոր գալիս Երևան։ Ինչն է պատճառը։ Ինչու՞։ Որովհետև ավելի կարևոր շահեր ունես այնտեղ։ Եվ դա ակնհայտ է, որ նայում ես ինչի մասին է պայմանավորվել, ճանապարհի մասին են խոսում Նախիջևան, Ադրբեջանից, հա, այդ ոնց է, այդ 200 միլիոն եվրո իրանք հատկացնելու են, որը պետքա մոբիլիզացնի 2 միլիարդ դոլար, այսպիսի ներդրում են անում, ու այդ ամենը ներկայացվում է նորից շրջանակը, սա կապի միջոցով խաղություն է։ Կապի միջոցով խաղություն են իրանք ապահովում։ Դե պարզ է, նպատակները պարզ է, նույնիսկ գործընթացն է պարզ, ինչպես են իրանք ուզում այդ ամենին հասնեն։ Ուղղակի այստեղ խնդիրն անում է, որ Փաշինյանը ստանալով կարտ բլանշ, այսինքն դեռ չկա որոշում, սահմանադրական դատարանի որոշում չկա։ Վիճարկվում է խնդիրը։ Դուք ոնց կարող եք հայտարարեք, որ մի կողմը արդեն հաղթել է։ Ես ոնց կարող, ոնց է հնարավոր դա այդպես բան։ Դուք ուրեմն ասում եք, որ կարևոր չի, չէ՞, ձեր սահմանադրական դատարանը ինչ որոշի։ Այդ եք դուք ասում։ Այդ եք դուք ասում։ Էլ ինչ ժողովրդավարություն, էլ ինչ հանրապետություն, որտեղ չկա ազատ անկախ սահմանադրական դատարան։ Այն քայլերը, որ ինքը անում է, ուղերձը շատ կարճ է։ Իմ դեմ խաղ չկա։
Այդ ասում ինքը։ Դա ինքը ասեց գշերը, երբ որ ընտրությունների ժամանակ 10%-ը դեր հաշվարկված չէր, հայտարարեց, որ հաղթել է։ Դա անում է ինքը հիմա, երբ որ արդեն ներսում քննարկել են թե ով է լինելու մյուս խոսնակը բանի ազգային ժողովի։ Ինքը փաստորեն ասում է, ես արդեն որոշել եմ։ Դուք ընդեր ինչ ուզում եք արեք, համանդրական դատարանը ինչը։ Ես արդեն որոշել եմ ու սենց է լինելու։ Բայց ասում եք Փաշինյանն ասում է իմ դեմ խաղ չկա, գուցե Փաշինյանի դեմ խաղ չկա, բայց հայ ժողովուրդը ինչ գին է դրա համար վճարելու։ Հիմա տեսեք, մենք երբ ԵԱՏՄ-ից եւ Ռուսաստանից տեսանք սահմանափակումներ, այո, փող տվեցին տնտեսվարողներին, տնտեսվարողներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա չեն անում, բայց միայն այս պահին տնտեսվարողի բերանը փողով փակելը խնդիր չի լուծում։ Այսօր ես լսում եմ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ասում եմ մենք շատ հաջող փորձ ունենք Ուկրաինայում եւ Մոլդովայում, ինչպես խուսափել էներգակիրների շուրջ ճգնաժամից, այսինքն ինքը մեզ կոչեր է անում, որ եթե Ռուսաստանը ձեր գազը թանկացնի, մենք մեր փորձով կկիսվենք։ Ինչ գին է վճարում մեր ազգը, մեր ժողովուրդը։ Ինքը պետք է ասի Գերմանիան ինչ գին է վճարել։ Ցուրտ ձմեռներով։ Չէ, մենք պետք է նայենք Գերմանիայի տնտեսությունը ինչ գին է վճարել։ Մենք պետք է նայենք ինչու է միջ այսօր պատերազմող կողմից որոշ եվրոպական Եվրոմիության անդամ երկրները շարունակում են գնել ռուսական գազը եւ նավթը։ Ոստեղ ինքը իհարկե, եթե ուզում է որ մենք մեզ համար մոդել լինի Ուկրաինան կամ նույնիսկ Մոլդովան, դա մեր ազգի որոշումն է։ Նայեք, տեսեք, ինչ լավ է Մոլդովայում հիմա կյանքը, ավելի լավ են ապրում Մոլդովայում, կամ ավելի լավ են ապրում բանում Ուկրաինայում։ Դուք իրանք կարող են ժամանակավոր գումարներ հատկացնել։ Նույնիսկ Ուկրաինային, ասեմ ձեզ, այդ 70 միլիարդը հատկացնելը եւ այլն, հատկացնում են, որովհետեւ նաեւ Թրամփի համար հիմա ինքը մի բան հստակ հասկացավ, որ այս պատերազմը Միացյալ Նահանգների շահերից է, այսինքն շահերը ինքը դիտում է որպես տրանզակցիոն։ Գումար ենք ստանում, մենք զենքը վաճառում ենք, եվրոպացի գումար են տալիս, որ փոխանցեն ուկրաինացիներին, ինչ վատ բան։ Թող շարունակեն գնել մեր զենքը։ Կոտրվում է ժողովուրդը։ Ով է հաշվում դրան, իրանք կասեն, որ իրանք սրտի ծարունակաթում, ինչ ասես կասեն։ Խաղաղություն են բերում եւ այլն, այդ կապ չունի։ Իրանք ունեն հստակ շահեր, այդ շահերը իրանք հետապնդում են։ Իսկ որ կոտրվում է ուկրաինական ժողովուրդը, դա հեչ կարևոր չի իրանց համար։ Հեչ կարևոր չի։ Բարձա չէ որ կողմը որ ասում է շարունակեք պատերազմը, միջև չկարողանանք ուժային դիրքերից խոսել Ռուսաստանի հետ, նա պետք է հասկանա հետևանքները պատերազմը շարունակելու։ Ինչ է նշանակում այդ պատերազմը շարունակվելու։ Արդեն քամվել է մոբիլիզացիոն ռեսուրսը, դա հասկանալի է բոլորին։ Եվրոպացիներին էլ է հասկանալի, որ ուկրաինական մոբիլիզացիոն ռեսուրսը քամվում է, չկա այլևս մի տարի էլ սեն շարունակվի ու իրանք չեն կարողանա։ Իրանք պետք է գնան, արդեն հասնեն 18 տարեկաններին։ Կանանց պետք է տանեն բանակ եւ այլն։ Սա է խնդիրը, թե չէ մենք նայում ենք այս ամենին, մեզ թվում է, որ բոլորը մեր մասին են մտածում։ Մտածում են ոնց անել, որ հայ ժողովուրդը լավ ապրի։ Այսինքն սա Հայաստանը հակառուսական ճակատ դարձնելու հերթական փորձն է։ Իդեպ, եկեք հիշենք, որ երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկավ Հայաստան տարիներ առաջ, դեռ հիշում եք այն ժամանակ Արցախի մնացյալ հատվածը մերն էր։ Դրանից հետո մենք հիշում ենք ինչ տեղի ունեցավ Արցախում եւ հիշում ենք նաեւ Ռուսաստանի պահվածքը։ Հիմա ինձ մոտ տպավորություն է, որ մեր հանրությանը նույն պատմությունն է սպասվելու Ռուսաստանից արձագանքի տեսքով։ Դե իհարկե նույն բանը սպասվելու է, որովհետեւ դու ասում եմ, ընտրում ես մի ճամբար, որը քո հետ պատերազմում, դու ինչ պետք է անես այդ խաղացողի հետ։ Եթե նայում ես, որ ինչ-որ մեկը միանում է այդ բանին, ու սնվում է, քո բանով է սնվում, հա, դու ես ոնց որ դու առնվազն պետք է կտրես, չսնես այդ կողմին, առնվազն։ Ինչ անես սպասում, ես հիմա չեմ ուզում ինչ-որ սենց շատ բացական ինչ-որ բաներ, պատկերներ նկարագրել եւ այլն։ Դա պետք է հաշվարկված արդեն լիներ։ Մեր տնտեսագետները ստեղ պետք է հաշվարկեին, դա ինչ է նշանակելու ընդհանրապես տնտեսության համար։ Եվ եթե դա արվել է
եւ չեմ տեսել հանրային քննարկում այդ հարցի շուրջ, հա։ Ոչ թե ասել այն ինչ լավա, որ գնում ենք Եվրոմիություն, կամ ինչ լավա, որ մնում ենք։ Ասում են, որ տնտեսական կոլապսի առաջ ենք կանգնելու։ Դե եթե կոլապսի առաջ ենք կանգնելու, եթե Փաշինյանը դրա մասին գիտի, ուրեմն ինքը իր վրա քաղաքական պատասխանատվություն է, չէ՞, վերցնում, որ գնալու է այդ ճանապարհով, այդ ցավալի ճանապարհով։ Հիշում եք, չէ՞, ինչ են ասում։ Ասում են 3 տարի վատ կլինի, բայց հետո նորմալ երկիր կլնեք, Ռուսաստանից կազատվեք։ Հիմա եթե ինքը ընտրել է գնալու այդ ճանապարհով, որովհետև իրան թվում է, որ այս արչի ատամները արդեն հաշվելու են Ուկրաինայում եւ այլն, ինքը կարող է շատ մեծ սխալ անի այս բանին, որովհետև այնտեղ դեռ ոչ մի բան որոշված չի։ Այդ թվում է, որ արդեն Ռուսաստանը անգամ վատ է վիճակը, որ էսա ընդհակառակը, ես ասեմ ձեզ, երբ որ ես նայում եմ ինչա տեղի ունենում, մի բան է այն ինչ որ տեղի ունենում ռազմական ճակատում, մի ուրիշ բան է այդ ցավալի հարվածները, որ այո, շատ հաջող հասցնում է Ուկրաինան այսօր, հասցնում է նավթի խնդիր կա, բենզինի խնդիր կա երկրում եւ այլն, բայց այդ ամենը նաեւ պետք է Կրեմլին. Ինչու՞, որովհետև Կրեմլին պետք է ինչ-որ մի ձև հիմնավորել, ինչու են իրանք անցնում հիմա նորից ավելի կտրուկ միջոցների։ Ավելի կտրուկ միջոցներ, եւ այդ կտրուկ միջոցները նաեւ նշանակում են, որ վատը լինելու բնակչության համար առաջերտին։ Իսկ ինչու՞ չի իրանց պետք է այդ ամենը, որովհետև հիմա Ռուսաստանի բնակչությունն է սկսելու պահանջել, որ անցեք կտրուկ միջոցների, ինչքան կարելի է ասել, որտեղ ոչ միտեղ դու անվտանգ չես ալիևս։ Ուրեմն իրանք ասելու են, մեր ժողովուրդը պահանջում է, բայց ինչի՞ է իրանց պետք է ամենը, որովհետև դու ասում ես մի ժողովուրդ ենք։ Մի ժողովուրդ ենք իրանց հետ, դու պատերազմում ես, ու ասում ես դե մենք մեղմ ձևով ենք, չէ՞ պատերազմ, քաղաքացիական բնակչությանը մենք չենք հարվածում եւ այլն, բայց հիմա եկել է պահ, երբ որ դու ստիպված պետք է ավելի կտրուկ միջոցների անցնես։ Ու այդ կտրուկ միջոցների անցնելու համար բնակչությունը պետք է ինքը քեզ ասի, բողոքի, ասի, ինչքան կարանք ես համբերենք։ Հերիքևա բոլեղավ։ Սա խնդիրներից մեկը, բայց վերադառնալով Ուրսուլա ֆոն դեր Լայնին Բաքվում ինչ հայտարարություն անում, ասում է $20 միլիոն եվրո էլ, ես միշտ դոլարից եմ բանանում, եվրո էլ հատկացնում ենք, ուրեմն Ադրբեջանի եւ Հայաստանի տեղական բնակչություններին այս բանից պատերազմից դուրս։ Այսինքն մի խոսք չի ասում նրա մասին, որ այդ բնակչությունը, որին իրանք դեպաստորեն 10 միլիոն են հատկացնում, եթե հավասարակիսում դա, այդել չգիտեմ հավասարակիսում դա ոնց է կիսում։ Այսինքն դու 10 միլիոն տալիս ես ադրբեջանական կողմին, որը որ ագրեսոր է, որը որ էթնիկ զտում է կատարել, 10 միլիոն էլ տալիս ես հայկական դժուժած կողմին, ու ասում ես, որ դա խաղաղության ճանապարհն է, խաղաղության բանն է։ Ստեղ ինչն է ամենակարևորը, ստեղ կարևոր է հասկանալ, որ երբ որ դու աչքերդ փակում ես, հա, ես հիմա չեմ կարող մեղադրել Եվրոմիությանը, որ իրանք չեկան պատերազմը չկանգնացրին, երբ որ պատերազմ էր, հա, բայց երբ որ դու աչքերդ փակում ես, երբ որ տեղի է ունենում հանցագործություն, այն էլ ինչպիսի հանցագործություն, հա, մի ամբողջ ժողովուրդ հանում են, տեղանում են։ Դու եթե աչքերդ փակում ես, դու մասնակից ես այդ հանցագործության։ Դու մասնակից ես այդ հանցագործության։ Որովհետև մի բան ասել ես չէի կարող օգնել, իսկ մի ուրիշ բան ասել չի եղել այդպիսի բան, այդ թե ինչ ասում ինքը։ Սա մոռացեք դրա մասին, որովհետև հիմա խաղաղությունը լավ ենք ապրելու։ Նույն բանը մեզ ասում է Փաշինյանը միջալոց։ Այսինքն Ադրբեջանն է այլ բան ասում, ասում է քանի դեռ սահմանադրությունը չեք փոխել, վերջերս եւս մեկ հայտարարություն եղավ, քանի դեռ Հայաստանը չի ապահովել ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, այդ արևմտյան Ադրբեջան ֆեյք համայնքի առաջնորդներն են ասում, չպետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր։ Այնպես որ Ուրսուլա ֆոն դեր Լայնը նորից ստեց։ Մենք չունենք, ինքը ասեց, ոչ միայն խաղաղություն փաստաթղթի վրա, մենք չունենք, նույնիսկ փաստաթղթի վրա չունենք այդ խաղաղությունը։ Հա, ստեց։ Հիմա ինչ վերաբերվում է մեր պատկերացումներին, թե այս հարցը վերջնական կարող է Բրյուսելը փակի, նույնիսկ ունենալով Հայաստանում իշխանություն, որը այդ խաղը շարունակում է խաղալ։ Այսինքն մենք ունենք հիմա իշխանություն, որը հստակ է, չէ, հիմա պարզ է, չէ, որ իրանք անում էին այդ ամենը, այն ինչ որ մեծ Փաշինյանը պատմում է, ասում է, որ այ պետքա Արցախից հրաժարվեինք, ազատվեինք, որ փրկեինք Հայաստանը եւ այլն։ Որ այդ նարատիվները իրանց սնել են թե թուրքական եւ ադրբեջանական կողմը, թե նաեւ եվրոպական կողմը, որովհետեւ եվրոպական կողմը նույն բանն է ասում։ Այո։ Նույն բանն է ասում փաստորեն։ Եվ ստացվում է Հայաստանը ոչ թե գնում է Եվրոպա, այլ գնում է Թուրքիա։
Չէ, դա պարզ է, դա միանշանակ է, որովհետև էլ եմ ասում, ինչու՞մն է կարևորությունը Ադրբեջանի Եվրոմիության, ինքը չէր կարող գալ սկզբից Երևան գնալ Բաքու։ Որովհետև Բաքվում դա շատ կարևորում են, որ ինքը պետք է սկզբից գա Բաքու։ Ստեղ են ձեր իրական շահերը։ Իսկ Հայաստանում դե սրանց պետքա պահել էլի, այնտեղ մի քիչ բան գցեք իրանց, ասեք, որ խաղաղություն է եւ այլն, որ իրանք լրվեն, չխանգարեն այս ընթացքին ընդհանրապես։ Պարոն Մարտիրոսյան, վերջին օրերին շատ է քննարկվում, ինչու Ռուսաստանի նախագահը չի զանգում եւ չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը երեք սեփական նախաձեռնությամբ հեռախոսազանգ է ունեցել Մոսկվա եւ խոսել է փոխվարչապետի հետ, Միշուստինի հետ, հա։ Չէ, վարչապետի հետ։ Վարչապետի հետ, Միշուստինի հետ, հա։ Դուք սա ինչով եք պայմանավորում։ Պուտինը չի շնորհավորում, բայց Փաշինյանը զանգում է Միշուստինին։ Դե տեսեք, չի շնորհավորում այդ մի բան է, բայց չի ճանաչում ընտրությունների արդյունքը, լրիվ մի ուրիշ բան է։ Չշնորհավորելը նշանակում է, որ առ այս պահը չի ճանաչում։ Առ այս պահը դեռ չի ճանաչում, որովհետև իրանք միշտ կարող են ասել, մենք սպասում ենք ձեր համանդրական դատարանը ինչ որոշում կայացնի։ Եվ եթե իրանք շարունակեն եւ ասեն, որ իրանք չեն ճանաչում նույնիսկ համանդրական դատարանի որոշումից հետո, դա լրիվ արդեն ուրիշ խաղ է լինելու։ Բայց դեր այս պահին իրանք կարող է շնորհավորեն, բայց ճանաչեն բանի։ Շնորհավորելը դա ուղղակի պրոտոկոլային էտիկետի բան է, խնդիր է։ Իսկ չճանաչելը ընտրությունները, դա շատ ավելի ուրեմն ցավալի բան կարող է լինի, որովհետև եթե դու չես ճանաչում ընտրությունները, չես ճանաչում ինստիտուտը, այդ ինստիտուտը ազգային ժողովն է, մենք պարլամենտական հանրապետություն ենք եւ այդ հանրապետությունում ուրեմն կառավարություններ ձևավորվում է այդ ինստիտուտի կողմից։ Ուրեմն չես ճանաչում նաեւ կառավարությունը, չէ՞։ Կգնան իրանք այդպիսի քայլի, ես կասկածում եմ, բայց այն որ իրանք Փաշինյանին ցույց են տալիս ամեն ձև, որ ավարտվել են այդ խաղերը, այլ քեզ վստահել չկա, դա իմ կարծիքով միաշնորհակ։ Ինքը հասկանում է դա, թե չէ, այդ իրան է պետք հարցնել, բայց իրանք ամեն ձև իրանց են տալիս, որ դա ավարտվել է արդեն։ Մեկ հարցի եմ ուզում անդրադառնանք, այս պահին, երբ մենք իրականացնում ենք նկարահանումը, Հայաստանի ազգային ժողովում ԿՊԱ-ական իշխանությունը քննարկում է օրենքի մի նախագիծ, որով սահմանափակվելու են Հայաստանում ընտրություններին եւ հանրաքվեներին մարդկանց մասնակցության իրավունքը, եթե այդ մարդիկ այդ օրվանից 6 ամիս առաջ Հայաստանում չեն եղել, 6 ամիս պարտադիր Հայաստանում չեն ապրել, հա։ Նախ ինքը հակասում է սահմանադրությանը, բայց ԿՊԱ-ական երկու падգամավոր որոշել են, որ նման կարգավորում պետք է բերել, արտահերթ նիստով է քննարկումը տեղի ունենում 24 ժամյա ռեժիմով պետք է օրենքը ընդունեն։ Սա ամբողջությամբ Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը արգելափակող օրենք չէ։ Չէ, տեսեք, եթե մենք ասում ենք Սփյուռք, դրանք քաղաքացի չեն։ Մենք խոսում ենք քաղաքացիների մասին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Իրանք Սփյուռք չեն, իրանք մեր քաղաքացիներն են։ Այսինքն ֆրանսիական հեղափոխությունից այս կողմ սիտուայենը, քաղաքացին, ինչու՞մն է, որ ինքը ունի հավասար ուրեմն հնարավորություններ, հավասար իրավունքներ օրենքների առջև, հա, բոլորը ունեն այդ հավասար բանը։ Եվ ամենակարևոր իրավունքներից մեկը, ինչով է ինքը ազդում ուրեմն որոշումների վրա, դա իր իրավունքն է քվեարկել, հա, քվեարկությամբ մասնակցել, այսինքն մասնակցությունը։ Ես չեմ խոսում հիմա նա մասին, որ սա միանշանակ հարվածում է ժողովրդավարության մասնակցության բանը, որակին, որակ կա, չէ՞ ժողովրդավարության։ Սա միանշանակ, որովհետև ժողովրդավարություն էլ չկա։ Մենք այդ կերտ ինչ-որ բանով ասում ենք ժողովրդավարություն կա, Բրյուսելից իրանց ասում են ժողովրդավարություն, բայց ես կարամ հիմնավորել ինչու ժողովրդավարություն էլ չկա։ Բայց հիմա տեսեք իրանք ինչ են անում։ Իրանք ուզում են, որ այդ բնակչությունը եւ իրանց հաշվարկներով երևի 400,000-ից մինչեւ 600,000 ընտրող կա երկրից դուրս եւ մեծ մասը գտնվում է Ռուսաստանում։ Դե կամ Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում եւ այլն, բայց այդ մարդիկ առանց այդ էլ շատ пассив են եղել։ Իրանց մասնակցությունը եղել է միայն ինչ որ գումար ուղարկել, հա, այդպիսի մասնակցություն է երևի բան եղել մեծամասնության համար։ Հələ կարողական մարդիկ, որ ընդհանրապես չեն էլ մասնակցում, ուղղակի այդ հանձնագիրը կրում են եւ այլն։ Մի կողմից իհարկե դու կարող ես ասել, пассив բնակչությունն է, ինչին է պետք, բայց մյուս կողմից չէ՞ որ ինքը քո քաղաքացին է։ Ինքը քաղաքացի է թե չէ։ Սահմանադրության մեջ ի՞նչ է գրված։ Դուք ո՞նց կարող եք այդ, բայց իրանք ասում են մենք կարող ենք այդպիսի օրենք ընդունել։ Ու սա բերում է մեզ այն իմ թեզին, որ մենք չունենք ժողովրդավարություն։
Դու չես կարող ընդունել օրենքներ, որոնք որ հակասում են սահմանադրությանը։ Իրանք ասում են, դե տանենք սահմանադրական դատարան, սահմանադրական դատարանը կորոշի։ Իսկ ես ասում եմ, սահմանադրական դատարանն էլ անկախ ուրեմն ինստիտուտ չի Հայաստանում։ Ով որոշի, Սեդա Սաֆարյանը։ Չէ, դե մենք հեսա կտեսնենք, ինձ շատ կզարմացնեն հուլիսի 4-ին, եթե շնորհավոր են Թրամփին եւ ասեն, որ Հայաստանում սահմանադրական դատարանը ճշգրիտ որոշում ա կայացրել, որ պետք է գոյնե ուրեմն բարգավաճը ստանա այն ինչ որ ստացել էր ընտրությունների ժամանակ, բայց դա էլ չի լինելու։ Դա էլ չի լինելու, որովհետեւ վերադառնալով Փաշինյանին ինքը իմաց զգացել է, որ ինքը ունի կարտ բանջ արևմուտքից, ինքը ունի կարտ բանջ Թուրքիայից եւ ինքը տանում է եւ անում է այն ամենը ինչ որ ասելու է որ Հայաստանի մեր ժողովրդի շահերից է, բայց այն ինչ որ ինքը անում է առաջի հերթին ԿՊ-ականների հետ իշխող կուսակցության շահերից է եւ մնացածը իրենց մտածելով նաեւ բավարարում է ուրեմն այն պահանջարկները, այն շահերը, որ ունեն արտաքին խաղացողներ, հա, ինչ է նշանակում դեր, չեմ ասում, սահմանադրական դատարանը դեր որոշում չի կայացել։ Դուք շնորհավորում եք, որ ստեղ արդեն ընտրություններ են անցել։ Չկա դեր, պետք է որոշի սահմանադրական դատարանը։ Դուք ասում եք, որ գոյություն չունի սահմանադրական դատարան։ Ինչ է նշանակում, որ Թուրքիայի արտաքին գործոց նախարարությունը ողջունում է ուրեմն Ռուբինյանի նշանակումը եւ այլն եւ այլն։ Սա ինչ է նշանակում, որ Թուրքիան է այստեղ քաղաքականություն վարող է։ Չէ, նշանակում է, որ մենք մեր դաբրոն տալիս ենք, ճիշտս դու էլ ապացուցեցիր ես, քայլով էլ ապացուցում ես, որ դու շարունակելու ես այն ուղիով գնալ, որի մասին մենք պայմանավորվել ենք, այդ է ինչ է նշանակում։ Եվ ինքը գնում է այդ ճանապարհով, հա, ինքը ասում է, որ սա է միակ ճիշտ ճանապարհը մեզ համար։ Մենք պետք է գնանք եւ դառնանք Թուրանի մաս, իրանց պայմանները, բոլոր պայմանները պետք է իրականացնենք, ու տեսեք, երբ որ Ադրբեջանը կսկսի խոսել այդ արևմտյան Ադրբեջանի բնակչության իրավունքների մասին, մարդու իրավունքների մասին, Ուրսուլա ֆոն դեր Լայնը, եթե լինելու է մյուս անգամ Բաքվում, ինքը ասի, բա իհարկե, դա իրանց իրավունքն է, բայց չի ասելու, որ արցախցիները նաեւ իրավունք ունեն։ Սա զգանում եք ամենատհաճ պահը սա է, որովհետև եթե դա աներ Ռուսաստանը, ոչ կզարմացներ, ոչ էլ մենք գիտենք կայսրությունը, գիտենք ինչպես են իրանք ընդհանրապես մոտենում այդ հարցերին, բայց Եվրոմիություն դու ունես ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ ոսկե տառերով գրված քո դրոշների վրա։ Ոնց ես դու ասնում սրան, որ քո շահերի համար դու պատրաստ ես այտենց էժանագույն ձևով ձևակերպես քո քաղաքականությունը։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան։ Դե շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Արմատ մեդիայի եթերում զրուցակիցս Արթուր Մարտիրոսյանն էր, կհանդիպենք վաղը։